Պրսիսյանի և Տարոն Թովմասյանի ուղեկցությամբ գալիս է Աննա Ամրոյանը։ Երրորդ մոտեցումը Աննա։ Հասկացիր, որ այս մոտեցումով բարվոք պայմաններ քեզ համար կստեղծես հրում վարժությունում։ Կարող ես ու պետք է անել։ Ու պահել Աննա, ապրես։ Շքեղ է աշխատում Աննա Ամրոյանը և 106 կիլոգրամը նա կարողանում է պահել գլխավերևում, ոչ որքան լավ է տրամադրված, որքան շատ կարևոր մոտեցում, դա արդեն անիմաստ է դառնում այդ արտահայտությունը, 125-ից էր սկսել Բաթումիում։ Կանգնեց, ապրես, մի փոքր դժվարությամբ, բայց պետք է Աննա, անպայման, ու հրիր Աննա, հրիր, կանգնիր, ապրես, շատ մեծ դժվարությամբ, բայց արեց 128 Աննա Ամրոյանը, Աննան էլ խնդիր ունի կարծես, բարդ էր 128-ն անելը, բայց պետք է ավելացնել Աննա, ինչ ուզում ես ցույց տուր հիմա, բայց պետք է գալ ու էլի աջղված մոտեցումներ անել։ Աննան հիմա երկամարտում չեմպիոնն են ու երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիրը, ինչ որ բայի ինքն էլ չի հավատում իր աջողությանը, բայց նա կարող է պարտանալ, սա երազ չէ Աննա։ Ոսկե մեդալ հրում վարժության ստացավ Աննա Ամրոյանը։ Եվ հիմա երկամարտի պարգևատրությունը։ Bronze medalist representing Russia, Varvara Kuzminova. Varvara Kuzminova երրորդ անգամն այսօր կանգնում է պատվո հարթակի երրորդ աստիճանին։ Silver medalist մեդալակիր երիտասարդների աշխարհի առաջնության Աննա Յուլիսոյինի ու Աննա Ամրոյանը ընդամենը օրեր անց Եվրոպայի առաջնությունից հաղթում է աշխարհի ու Եվրոպայի ամենաուժեղներին եւ երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Աննա Ամրոյան։ Ցնցը հայազգ զավակըտ ոսկե մեդալ է բերում եւ հիմա Աննայի պատվին Հայաստանի Հանրապետության պետական օրներգը խնդրում եմ ոտքի